Կեռնեխներ և սարյակներ, իտալական հեքիաթ։ Մի անգամ լճափին նստել էին երկու սիրահարներ։ Հանկարծ նրանց գլխավերևում սկսում են բարձր երգել երկու թռչնիկ։ Տղան և աղջիկը ականջ են դնում։ «Ինչ հիանալի ձայն ունեն այս թռչնիկները», ասաց աղջիկը։ «Քո ձայնն ավելի քնքուշ է», պատասխանեց տղան։ «Ոչ մի կեռնեխ չի կարող հավասարվել քեզ»։ «Դու ուզեցիր ասել սարյակ, ճի՞շտ է»։ «Իհարկե սարյակ, եթե դա քեզ ավելի է դուր գալիս», ասաց տղան։ Միթե մեկ ուրիշը նրա փոխարեն այլ կերպ կարող էր պատասխանել։ «Ոչ, արագ ասաց աղջիկը։ Եթե դու ասում ես, որ դրանք կեռնեխներ են, թող կեռնեխներ լինեն»։ Այստեղ նրանք նայեցին իրար և մոռացան և կեռնեխներին, և սարյակներին, և աշխարհի մնացած բոլոր բաները։ Շուտով սիրահարները ամուսնացան և ապրեցին հաշտ ու խաղաղ։ Նրանց հարսանիքի օրից անցել էր ուղիղ 1 տարի։ Այդ ուրախ օրվա առթիվ կինը որոշեց կարկանդակ թխել։ Մինչև կարկանդակը կթխվեր, ամուսինը գնաց մի 2 բաժակ խաղողի գինի խմելու։ Հազիվ էր հասել գինետան դռանը, երբ նրա դիմաց դուրս եկավ մի ծերունի, բեռնավորված բարակ ձողիկների վրա թռչկոտող բազմագույն թռչունների վանդակներով։ «Ճիշտ ժամանակին հանդիպեց», մտածեց ամուսինը։ «Կնոջս կուրախացնեմ, նրան որպես նվեր կգնեմ»։ Եվ նա ձայնեց. «Հեյ թռչնատեր, ինչ արժեն կանաչավուն վանդակի զույգ թռչնիկները»։ Թռչնիկներն արժեին 4 սոլդո, բայց վաճառողը պատասխանեց. 6 սոլդո, սինյոր։ Հենց դրա համար էլ նա առևտրական էր։ 2 սոլդո, ասաց ամուսինը։ Դե դրա համար էլ նա գնող էր։ Իհարկե համաձայնվեցին 4-ով։ «Վերցրեք, սինյոր, այս թռչունները երջանկություն կբերեն ձեր տանը», ասաց վաճառողը վանդակը տալով ամուսնուն։ Ամուսինը վերցրեց վանդակը, խմեց մի բաժակ գինի և վերադարձավ տուն։ Այդ ժամանակամիջոցում կինը տունը մաքուր մաքրեց, հագավ իր ամենագեղեցիկ զգեստը և սպասեց ամուսնուն։ Կարկանդակը նույնպես պատրաստ էր։ Կինը նոր էր կարկանդակը դրել սեղանին, երբ ամուսինը դուռը բացեց և շեմքից ձայն տվեց. «Նայիր, կնիկ, տես ինչ նվեր եմ բերել քեզ համար։ Հրաշալի կեռնեխներ են, չէ»։ «Հրաշալի են», պատասխանեց ուրախ կինը, «բայց սրանք ոչ թե կեռնեխներ են, այլ սարյակ»։ Չէ, կեռնեխ են, սկսեց վիճել ամուսինը։ «Ոչ, սարյակ», հակառակվեց կինը։ «Ասում եմ կեռնեխ», իրենը պնդեց ամուսինը։ «Սարյակ են, սարյակ, Սարյակ», ոտքը գետնին խփեց կինը։ «Դե լավ, թե որ սարյակ են, ուրեմն կտանեմ շուկա ու կվաճառեմ իմ կեռնեխները», գոռաց համբերությունից դուրս եկած ամուսինը։ Այստեղ կինը ձեռքը գցեց վանդակին։ «Սարյակներն իմն են, ոչ թե քոնը, դու դրանք ինձ ես նվիրել»։ «Ես քեզ կեռնեխներ եմ նվիրել», պատասխանեց ամուսինը և վանդակը թափով իրեն քաշեց։ Վանդակը ճրճրթաց, փշուր եղավ, թռչունները դուրս եկան ու բաց պատուհանից թռան գնացին։ «Ինչու բաց թողեցիր իմ սարյակներին», ճչաց կինը։ «Եթե դու չլինեիր կեռնեխները չէին թռչի», ավելի բարձր գոռաց ամուսինը։ Նրանք հաշտվեցին միայն երեկոյան կողմ, երբ արդեն ավարտվում էր տոնական օրը, իրենց ամուսնության տարեդարձը։ 365 օրից մեկը նրանք չկարողացան մեկը մյուսով մի կարգին ուրախանալ։ Տարին արագ անցավ։ Եկավ հարսանիքի 2-րդ տարեդարձի օրը։ Այս անգամ ամուսինը կնոջը նվիրեց մի ծաղկե փունջ։ Կինը ծաղիկները դրեց ջրի մեջ, համբուրեց ամուսնուն, հետո միասին նստեցին տոնական սեղանի շուրջը և սկսեցին նշել։ «Հիշում ես», ասաց կինը ժպտալով, «թե ինչպես մի տարի առաջ այս օրը մենք այնքան վիճեցինք դատարկ բանի պատճառով, մի զույգ սարյակի պատճառով»։ «Սոսկալի հիմար վեճ էր», պատասխանեց ամուսինը, «բայց թանկագին կինս,
Դրանք ոչ թե սարյակ էին, այլ կեռնեխ։ Սարյակ, ասաց կինը։ Կեռնեխ, ասաց ամուսինը։ Ոչ, սարյակ, վիճեց կինը։ Ոչ, կեռնեխ, վիճեց ամուսինը։ Եվ ամեն ինչ սկսվեց նորից։ Այդպես էլ նրանց մոտ սովորություն դարձավ։ Ամբողջ տարին ապրում էին հաշտ ու խաղաղ, բայց հենց որ գալիս էր հարսանիքի տարեդարձի օրը, անպայման վիճում էին։ Հեքիաթի մեջ ժամանակը արագ է անցնում։ Կնոջ աչքերի շուրջը կնճիռներ առաջացան, ամուսնու քունքերին արծաթաթել էր երևացին։ Ամուսնության 20-րդ տարեմուտին կինը ամուսնուն ասաց. Այսօր ես կարկանդակ չեմ թխի, այնքան լավ օր է, արի գնանք զբոսնելու։ Նրանք դուրս եկան տնից և գնացին, ուր որ աչքները կտրում էր։ Գնացին և հասան հենց այն նույն լճին, այն նույն տեղը, ուր նստել էին 20 տարի առաջ։ Նստենք հանգստանալու, ասաց ամուսինը։ Նստենք, պատասխանեց կինը։ Եվ նրանք նստեցին նույն ծառի տակ։ Հանկարծ նրանց գլխավերևում երգեցին երկու թռչնիկ։ Գուցե առաջվանները չէին, բայց նրանց շատ էին նման։ Հիշում ես, ասաց կինը, թե ինչպես մեր հարսանիքից առաջ մենք այստեղ երկուսով լսում էինք թռչնիկներին։ Միթե ես կարող եմ մոռանալ այդ հրաշալի թռչնիկներին, պատասխանեց ամուսինը։ Նրանք իրար նայեցին ու ծիծաղեցին։ Պարզվում է այնքան էլ դժվար չէ, որ կինը ամուսնուն զիջի, իսկ ամուսինը կնոջը։ Այդ օրվանից նրանք այլևս չվիճեցին, նույնիսկ հարսանիքի տարեդարձի օրերին։ Ապրեցին հաշտ ու խաղաղ։